Ներսում ու դրսում ժողովրդավարությամբ հպարտացող ԿՊԱ-ականներին հանգիստ չի տալիս միտքը, թե ինչ է անելու կենտրոնական ընտրական հանձնաժողովը խոչընդոտելու համար ընդդիմադիրների մասնակցությունը հունիսի 7-ին։ Իրենց նախկին գործընկեր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանից հարցնում են, երբ են արգելելու ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը։ Ենթադրյալ խախտումներ են թվարկում, պնդում, անկախ հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի։ Ակնկալում եմ, որ գալիք ընտրություններում դուք ձեզ տրված լիազորությունների շրջանակում պաշտպանելու եք ժողովրդավարությունը, որովհետև պարոն Հովակիմյան այն ուզում են մեզանից գողանալ։ Մեր ընտրական օրենսգիրքը ըստ էության այնպես է իր տրամաբանությունը կառուցված, որ կուսակցությունները, մասնակից կուսակցությունը հնարավորինս պաշտպանված լինի, որպեսզի մասնակից կուսակցությանը քաղաքական ուժին ընտրապայքարից, այսպես ասած, դուրս թողնելը լինի շատ դժվար։ Հավասար են մրցակցային նախընտրական պայմանները ընտրություններին մասնակցող ուժերի համար։ Ընդդիմադիր պատգամավորը Վահագն Հովակիմյանին հիշեցնում է, այսօր արդեն 1000 ու մի խնդրի են բախվում ընդդիմադիր ուժերը, դրանցից ամենացայտունը։ Այսօր հիմնական ֆավորիտ ուժի, օրինակ առաջնորդը գտնվում է կալանքի տակ եւ չունի հավասար պայմաններ մյուս մրցակիցների հետ։ Որևէ կուսակցությունից, դաշինքից դիմում չեն ստացել իրավունքների սահմանափակման մասին, պատասխանում է Վահագն Հովակիմյանը։ Նախընտրական փուլ է, քաղաքական բանավեճերի, այսպես են, մեկ-մեկու մեղադրելու եւ սուր քաղաքական դաշտը գնալով որքան գնում է, սրվում է։ Դա բնական է։ Զուգահեռ իրականությունում ընդդիմադիր ամենամեծ ուժի առաջնորդը դատական պրոցեսով է անցնում եւ ամիսներ շարունակ կալանքի տակ է։ Ավելին, ընտրությունից 2 ամիս առաջ դատախազը միջնորդել է 3 ամսով եւս երկարաձգել ընդդիմադիր ամենամեծ ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանքը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։